Վերջինիս նկատմամբ նույնպես հանրային քրեական հետապնդում էր հարուցվել աբեկցություն նախապատրաստելու եւ իշխանությունը զավթելու հոդվածներով եւ կալանքը որպես խափան միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, միջնորդությունը քննարկվեց, կես ժամից հետո դատարանը որոշումը կհրապարակի։ Դուք ինչ սպասումներ ունեք դատարանից, ընդհանուր քննությունը ինչ մթնոլորտում։ Քննությունը, քանի որ դռնփակ նիստ էր, բոլոր մանրամասնությունները չեմ կարող ասել, բայց զուտ իմ անձնական կարծիքը որպես իրավաբանի կարող եմ ասել, որ որևէ դրական սպասելիք չունեմ։ Այսինքն տանելու են կալանքի։ Չես ասում ենթադրություն է, եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում, քննությունը անցավ պատշաճ որակով, մենք ներկայացրեցինք, որ ներկայացված են փաստական տվյալները, որոնք որ դրվել էին միջնորդության հիմքում, որոնք կարող են վկայել այդ հանցագործությունների, ենթադրյալ հանցագործությունների օբյեկտիվ կողմը կազմող գործողությունները, հրկիզում, պայթյուն, չգիտեմ, այնտեղ հազարին բան, որևէ մեկի վերաբերյալ մեր մասով, առնվազն պարոն Գալստյանի մասով, որևէ պատճառական կապ հաստատող որևէ տվյալ չկար։ Իսկ պարոն Գալստյանը որևէ բան Պարոն Գալստյանը ընդհանրապես նկարագրեց որոշակի շատ կարճ կոնտեքստով իր կենսագրությունը եւ հայտնեց, որ մշտապես իրավահապատակ վարքագիծ է դրսևորել, ներկայումս էլ ինչպես միշտ էլ նախկինում էլ զբաղվել է Արցախից տեղահանված բնակության սոցիալական եւ այլ խնդիրներով եւ մշտապես իր հետ կապի մեջ են տանձիկ եւ ինքը մշտապես այդ անձանցից փորձել է թեկուզ հանրահավաքների միջոցով այդ ազգաբնակության խնդիրները իշխանությանը, այդ թվում նաեւ նշեց թե ում հետ է համակարգվել, փոխվարչապետի հետ է համակարգվել, որպեսզի այդ անձանց սոցիալական խնդիրները ընդհանրապես հասու դառնան պատկան մարմիններին։ Իսկ ինչ վերաբերում է թե մեղսագրվող գործողություններին, թե առհասարակ որևէ հակաօրինական միջոցներով որևէ արդյունքի հասնելուն, որևէ նման վարքագիծ երբևէ թե վարույթի շրջանակներում, թե նախորդիվ չի դրսևորել։ Նավասարդյան, ինչքանով է կապված սրբազան շարժման հետ ձեր պաշտպանյալը, որտեղ փաստորեն սրբազան շարժման մասնակիցներին եւ կազմակերպիչներին են ըստ իրենց պետմայի ընթառ։ Խումբը ըստ էության ահաբեկցություն նախապատրաստելու եւ իշխանությունը զավթելու ենթադրյալ առանձնապես ծանր հանցագործությունների խումբ ըստ էության մեղադրանքներ, իսկ մեր պաշտպանյալի մեղադրանքը, որ ինքը այդ խմբի ենթադրյալ անդամ է։ Հա, իհարկե ենթադրյալ։ Կարծիքով գործ ունենք իրավական գործընթացի հետ։ Ես որպես իրավաբան այս փուլում առնվազն, քանի որ չունեմ կոնվենցիայի 18-րդ հոդվածի վերաբերյալ այնպիսի տվյալներ, որոնք կվկայեին կալանքը այլ նպատակներով, քան կոնվենցիայով 5-րդ հոդվածով սահմանված նպատակն է, այս պայն այդպիսի փաստական տվյալներ չունեմ, այս պայն արկա տվյալները վերաբերում են իրավական գործընթացի մասին, որը սակայն չի բացառում, որ այդ գործընթացը կարող է քողարկված լինել այլ նպատակներով, քան կոնվենցիայի 5-րդ հոդվածով սահմանված անձնական անձեռնմխելիության իրավունքի սահմանված նպատակն է։ Հիմա կես ժամ անց Արդեն երևի մոտ 10-15 րոպե անց։ Որը կաշկանդված էր, ինչ եք կարծում։ Ես որևէ կաշկանդվածություն չեմ նկատել, մի քիչ սուբյեկտիվ հարց եք տալիս մարդոյության, ես որևէ կաշկանդվածություն չեմ նկատել։ Շնորհակալ եմ։